միաբանվելու կոչը հնչում է, երբ որ պետությունը, երկիրը, ժողովուրդը գտնվում է պատերազմի մեջ։ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այսօր սառեցված հակամարտության մեջ եւ բնականաբար միաբանման գլխավոր նպատակը իհարկե հայկական բանակի հայկական ռազմական հնարավորությունների արդիականացումն է, բարձրացումն է, սա այսօր պետք է լինի այդ միաբանման հենարանը, հիմքը, ինչի շուրջ միաբանվեն մարդիկ։ Աշխարհ քաղաքական պայմանները հայ ժողովրդի այնպիսին են, որ հայ ժողովուրդը իր անկախությունը, իր ինքնիշխանությունը ստանալուց ձեռք բերելուց հետո առաջնայնություն է ունեցել ստեղծել մարտունակ բանակ։ Դա տրամաբանորեն բխող կյանքի պայմաններից, աշխարհ քաղաքական պայմաններից, պատմական այդ որ դուք ասացիք, որտեղից է սկսել հայ ժողովուրդը եւ ուր է հասել, նախապայման է։ Եվ հայ ժողովուրդը բախվեց այդ խնդրի հետ վերջի 30 տարի անկախությունը ձեռք բերելուց ի վեր գլխավոր խնդիրը դա էր ինչպես ստեղծել մարտունակ բանակ, որը կարող է պաշտպանել Հայաստանը իրենից ավելի մեծաթիվ թշնամիների պոտենցիալ հարձակումից։ Դա եւ քաղաքական խնդիր է ոչ միայն այսպես հոգեբանական վերացական, այլ կառավարման պրակտիկ քաղաքական խնդիր է եղել միշտ։ Տարբեր կառավարություններ այդ խնդրին տարբեր լուծումներ էին տալիս։ Գլխավոր խնդրեմը այսօրվա իշխող ուժը, քաղաքացիական պայմանագիրը նախորդ բոլոր քաղաքական իշխող ուժերից բոլորից շատ է վախենում իր սեփական բանակից։ Միշտ Հայաստանում իշխանությունները վախ են ունեցել բանակից։ Եվ դա արտահայտվել է նրանում, որ բանակում կառուցվածքը, մոդելը, այսպես ասենք, հիմնված է եղել գաղափարի վրա, որ զինվորները, կրտսեր հրամանատարները պետք է լինեն կատարող։ Իրենք չպետք է ունենան ինիցիատիվա, իրենք չպետք է նախաձեռնողական լինեն, իրենց գիտելիքը պետք է սահմանապակ լինի։ Ռահանգները ընդունում են վերնախավը, մնացած բոլորը պետք է կատարեն։ Եվ քարոզչությունը պետական, դաստիարակությունը ռազմական, հասարակական այդ շերտերում այլ, մինչև բանակ, հետ բանակ, բանակի շուրջ եւ այլն։ Քարոզչությունը գնում էր այն, որ յուրաքանչյուրը պետք է ենթարկվի հրամաններին եւ պատրաստ լինի ամենը անել հրամանը կատարելու համար։ Դա որտեղ որ գործում է նման կանոն, որ բանակում, դա նշան է, որ իշխանությունները վախենում են բանակից։ Այսինքն իշխանությունները գիտեն, որ իրենք ներդաշնակ չեն հանրության հետ, եւ բանակը այդ դեպքում վտանգ է, որտեղ կոնֆլիկտը, հակասությունը իշխանությունների եւ հասարակության մի օր կարող է պայթել։ Այսօրվա իշխող ուժը քաղաքացիական պայմանագիրը համեմատ նախորդ իշխանությունների բոլորից շատ է վախենում հայկական բանակից։ Եվ դրա համար դուք երբեք չեք լսի իրենցից որևէ Հայաստանի ժողովրդին, հայ ժողովրդին ուղղված կոչ միաբանվել պաշտպանության հարցում եւ այլն եւ այլն։ Կարծես թե այդ հարցը առանձին գոյություն ունի նեղ ինչ որ խմբի մասնագետների խնդիր է, հա, բանակում ներգրաված մարդկանց խնդիր է, հանրության հետ կապ չունի։ Եվ տեսնում ենք, որ նման իրավիճակում, այո, հոգևոր առաջնորդը հայ ժողովրդի հիշեցնում է, որ կա գոյությունը պահպանելու խնդիր, աշխարհ քաղաքական պայմանները հայ ժողովրդի չեն փոխվել,
վտանգները արտաքին բոլոր պահպանվում են եւ միաբանությունը անվտանգության պաշտպանության բանակաշինության շուրջ շարունակում է մնալ գլխավոր քաղաքական հասարակական հարցը բայց այսօրվա ինչպես ասեցի իրավիճակի ամենամեծ հակասությունը այն է որ իր բանակից վախեցող իշխանությունը կառավարությունը չի կարող ժամանակակից ռեֆորմներ, այսինքն չի կարող այնպիսի բարեփոխումներ անել, որ մեր բանակը ժամանակակից պահանջներին համապատասխանի։ Այսօր տեղի ունեցող պատերազմները այլ պետությունների միջև, ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ, Իսրայելի օկուպացիոն գործողությունները Գազայում, այրենք բացահայտում են, որ շատ կարևոր է նախաձեռնողականությունը գրեթե արդեն զինվորի մակարդակով։ Այլևս չկան մեծածավալ խմբերի, զանգվածների հարձակումներ։ Անհնար է այսօրվա տեխնիկական պայմաններով, երբ օպտիկական սարքերը եւ անօթաչու սարքերը հասել են այն կարողությունների, որ գրեթե անհնար է կուտակել ինչ-որ ռազմական սպառազինություն, զանգված միտեղ եւ հարձակում կազմակերպել, որպեսզի հակառակորդը դա չիմանա։ Այսօր ապակենտրոնացում է գնում ռազմական գործերի։ Ռազմական արվեստի մեջ մեծ փոփոխություններ են տեղի ունենում եւ բարձրանում է դերը, զինվորի դերը, կրտսեր հրամանատարների դերը, իրենց ուսերին ավելի մեծ պատասխանատվություն է իջնում։ Իրենք պետք է գիտելիքի տեսակետից ավելի շատ բազմակողմանի ռազմական գիտելիք ունենան։ Եթե նախկինում յուրաքանչյուր այսպես զինվորական մասնագիտություն նեղ իր, ռազմական մասնագիտություն շրջանակը ուներ, հրետանավորը հրետանավոր էր, հրաձիկը հրաձիկ էր, հիմա զինվորներից պահանջվում է ավելի շատ գիտելիք, շարքային զինվորներից պահանջվում է ավելի շատ գիտելիք, կրտսեր հրամանատարներից պահանջվում է, հիմա այս պահի դրությամբ կրտսեր հրամանատարներից, դասակի հրամանատարներից պահանջվում է գիտելիք, որը որ մինչև 20 թվականի պատերազմը ունեին գումարտակի հրամանատարներ։ Պատկերացնում եք, ինչ պահանջ այսօրվա իշխող ուժը, քաղաքացիական պայմանագիր, իր առաջնորդը, իրենք չեն կարող այդ բարեփոխումը կատարել։ Պարզապես դա նշանակում է աճացնել վտանգ։ Չեն կարող, չեն ուզում, հա? Չեն կարող։ Դուք ուզում եք ասել, որ չեն Վախենում են։ որովհետև չեն ուզում։ Որովհետև ինքնուրույն, գիտակից, գրագետ, զինվորը, սպան, առաջերտին իրենց համար վտանգ է դառնում։ Քաղաքացիական պայմանագիրը չի կարող միանալ վեղափարի կոչին։ Միաբանվել հայ ժողովրդի հետ երկիրը պաշտպանելու հարցում։ Այդ կոչին քաղաքացիական պայմանագիրը չի կարող միանալ։ Հիմա մնացել է 1 տարի մինչև ընտրություններ եւ ժողովրդի համար սա կարևոր խնդիր է։ Հնարավոր չի ունենալ ուժեղ բանակ, եթե երկրում իշխանությունը չունի վստահություն ժողովրդի, որ իշխանության շուրջ կարող է լինել միաբանում երկիրը պաշտպանելու հարցում, բանակաշինության հարցում, անվտանգության համակարգի հարցում եւ այլն։ Մարդիկ ունենալու են ընտրություն 1 տարուց, այս ժամանակ արդեն քարոզարշավ է լինելու։ Տարբեր բաներ են խոսելու։ Հիմա մենք կարող ենք քիչ թե շատ հանգիստ խոսել, որովհետեւ աղմուկը մեծ է լինում ընտրարշավի ժամանակ եւ դա մարդկանց համար այդքան հեշտ չի քարոզչության, պետական քարոզչության ազդեցությունը շատ մեծ է, էլի, ալտերնատիվ մտքեր հնչել, բայց գլխավոր հարցը 26 թվականի ընտրությունների հետևյալն է. հայ ժողովուրդը վիճակի է լինելու ձևավորել այնպիսի իշխանություն, որի շուրջ կարելի է միաբանվել հայկական բանակը, հայկական անվտանգության համակարգը ուժեղացնելու համար։
որովհետև ասել որ այդ հարցի համար միաբանվենք եկեղեցու շուրջ կամ այդ հարցի համար միաբանվենք ոմա ենթադրենք հասարակական կազմակերպության շուրջ կամ ինչ որ այլ կամավորական մարտական եղբայրներ եւ այլ դա սուտ կլինի Ինչու որտեվ պետության շուրջ պետությունն է այն ինստիտուտը գլխավոր որի շուրջ մարդիկ համախմբվելով այդ հարցում ունենում են արդյունք հաղթանակ որի մասին խոսում էր Վեղափարը իսկ մնացյալ կառույցները օժանդակում են դրան բայց չեն փոխարինում չես կարող փոխարինել պետությունը հասարակական կազմակերպությամբ